գրեթե անպատրաստ եմ նման թեմա վերլուծելու քննարկելու ձեր հետ, բայց անկախ դրանից 2-3 նշելու բան ունեմ խոսակցության պահին ուղղակի ստիպված զգացի նման թեմաները նշելու։ Բայները, որ ապրում են դուրսը, որ ուզում են գան ներդրում անեն, իրենց պաշտպանելու մասին է խոսքը։ Հիմիկվանից ասեմ, որ ընդունելով մեր ազգը որպես տեղեկություն ստեղծելու և տարածելու սիստեմ, ձեր կարևորությունը հսկա է։ Գրագիտության և կրթության օրինակներն եք, դուք լրագրողներ։ Խնդիրները չիջնելով ամենացածը, ուղղակի պրոբլեմի։ Խնդիրը նրանում է, որ պիտի տեղեկացվեն մարդիկ, որ գեր եկամուտ չի լինում նախ և առաջ։ Անշարժ գույքի շուկայում սպեկուլյացիան կարա ցանկացած մեկը անի։ Այսօր մեր երկրին հարկավոր են ներդրումներ կրթության մեջ, գյուղերը զարգացնելու մեջ, կանանց իրավունքները պաշտպանելու մեջ։ Այդ ծրագրերով այսօր ես եմ եկել։ Ինվեստիցիան պետականությունը կրկնում եմ, ամրապնդող հիմնական միջոցներից մեկն է։ Բոլորի շահն է տեղեկացնել մարդկանց ճիշտ ինվեստիցիայի դաշտը, պաշտպանման միջոցները և հիշենք մի կարևոր օրինակ։ Շերիման ընտանիքը Վենետիկում, որը համարվում է Եվրոպայի 1700-ի ամենակարևոր տնտեսական ընտանիքը։ Ինչու՞։ Որտեղ վերափոխեց Շեքսպիրյան շրջանի կապիտալիզմը, գեր եկամուտների և հիմնեց այսօրվա ժամանակակից Եվրոպայի կապիտալիզմը, որի հիման վրա Եվրոպան և Վենետիկը մեկ անգամ ևս նաև հայերի շնորհիվ զարգացավ։ Այսօր կարիք կա տեղեկացնելու դրսի բոլոր ներդրում անողներին, ինչպես ներդրում անեն, որ շրջանում և ով կարող է պաշտպանել։ Մոդելն արդեն զարգացված է, Վենետիկի մեջ կիրառվում է, մեր հասարակական կազմակերպությունները ներդրողներին նախ և առաջ ծանոթացնում են իրավաբանական հաստատությունների հետ, որոնք կարող են մարդկանց բերել և ճիշտ ուղղություն ցույց տալ, պաշտպանել ի սկզբանե, առանց հասնելու պրոբլեմին։ Պրոբլեմին հասնելուց հետո էլի նորից տեսնում եմ